Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, 106.5 եթերում Փոքր միջին ձեռնարկատիրության ասոցիացիայի հարկեր турքեր կրքեր հեղինակային հաղորդումն է, ես Հակոբ Ավագյանն եմ, ՓՄԶ ասոցիացիայի նախագահ, այսօր շատ կարևոր հյուր ունենք, հենց մեր հաղորդման ձևաչափին, այսպես ասած, պատասխանատու թեմաների, մեր երկրի փոքր միջին ձեռնարկատիրության զարգացման, կարելի ասել պատասխանատու պաշտոնյան, էկոնոմիկայի փոխնախարար Լիլիա Սիրականյանը, ողջույն Տիկին Սիրականյան։ Ողջույն։ Նախ շատ շնորհակալ եմ, որովհետև գիտեմ ես տարեվերջին ու ընդհանրապես զբաղվածությունն ու ձեր հագեցված գրաֆիկը, որ ժամանակ գտաք հենց մեր հաղորդման համար եւ հյուր գալու։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Սիրականյան, ինչպես ասացի, ու ընդհանրապես մեր հաղորդումը արդեն մի տարուց ավել է եթերա գնում, մենք փորձում ենք այս խողովակը օգտագործել նաեւ փոքր միջին բիզնեսի համար կարևոր, այսպես ասած, մեսեջներ տալու, խնդիրները քննարկելու, ինչու՞ չէ նաև լուծումներ առաջարկելու։ Դրա համար շատ կարևոր է հենց ոնց որ ասում եմ ուղիղ առաջի ձեռքից լսել հենց դեզանից ինչ ակնկալ ենք, էլի ոնց ենք փակում տարին ու ինչ ակնկալ են փոքր միջին բիզնեսները արդեն հաջորդ տարին։ Ու այդ կոնտեքստում ուզում եմ խոսենք հենց դա սահմանող, մենք անդադ մեր եթերներում դրա մասին խոսում ենք, փոքր ու միջին բիզնեսի զարգացման ռազմավարությունը, որը ասենք պետական մարմինները, մեր այսօրվա գործող իշխանությունը ինչպիսի ՓՄԶ-ը ուզում, ինչպես է դա ձևակերպել ռազմավարությունում եւ ինչպիսի գործողություններ։ Մենք անդադ խոսում ենք ու անկախ նրանից ձեր հասկանում եմ նաև պաշտոնական դիրքը եւ այլն, բայց մենք նախորդ ռազմավարության մասով իրականում խնդիր ունենք ու տարբեր հրապարակային խոսքում դրան անդրադարձել ենք, որ 2024 թվականի ռազմավարությունը կարելի ասել չկատարվեց, հա, անկախ նրանից որ դա կառավարություններ ընդունել ու դրա մասին անդրադարձ եղավ նաև ՏՀԶԿ զեկույցում, SME Policy Index-ում, որտեղ ցավոք սրտի Հայաստանը բոլոր ընդեղի ցուցանիշներով, միջին ցուցանիշներից արևելյան գործընկերության երկրների փոքր միջին բիզնեսի այդ ցուցանիշներով միջինից ցածր էր։ Ինչ մի քանի օր առաջ փոխվարչապետի մոտ քննարկում եղավ նոր ռազմավարության նախագիծը, ինչ հարց է լուծելու դա եւ ինչ ենք անելու, որ նախորդի սխալը չկրկնենք։ Միանգամից մի քանի խումբ մեծ հարցեր բարձրացրեցիք։ Ինչպես փակեցինք տարին լավ փակեցինք, ամեն դեպքում 11 ամսվա թվերը դրա մասին ասում են, բայց երևի հիմա չարադառնանք այդ թվերին, հաղորդման ֆորմատը հաշվի առնելով, նախորդ 2024 թվականների ռազմավարություն եւ դրա չկատարման մասով այստեղ պիտի չհամաձայնվեմ ձեզ հետ, որովհետեւ ռազմավարությունը ճիշտ է 2024 թվականն էր, բայց դրան ես ավելի շատ նայում եմ 2025 թվականների, հաշվի առնելով նաեւ երբեմն նշանակվել եւ երբեմն զբաղվել այս թեմայով, ավելի մի տարի գումարած կոնտեքստում եմ դիտարկում ու չէի գնահատի ռազմավարությունը որպես չկատարված։ Ամեն դեպքում ռազմավարությունը ամփոփում ենք ու դրա վերաբերյալ տվյալները անպայման կհրապարակենք նախ մեր կայքեջում, հետո իհարկե կքննարկենք դա նաև ձեր հետ եւ մեր մյուս գործընկերների հետ, բայց պիտի ասեմ, որ ոչ միայն մեծամասամբ կատարել ենք ռազմավարությունը այն տեսքով, ինչ տեսքով, որով ինքը ներկայացված է եղել, այլ նաև բացի այդ լրացուցիչ շատ գործողություններ եւ շատ գործիքներ ենք ներդրել, որոնք եւս մեծապես ավելի շատ աջակցում են հենց ՓՄԶ սեկտորին։ Ինչ վերաբերվում է նոր ռազմավարության մասին, նոր ռազմավարությունը էլի բաց է, այս առումով պիտի նշեմ, որ կառավարությունը բոլոր քննարկումներին բաց է ու մենք բոլորի կարծիքներն ենք լսում, դուք նաև որպես ՓՄԶ խորհրդի եւ ենթախորհրդի ներկայացվածության ձևաչափում տեսնում եք այդ քննարկումները ու շատ ենք կարևորում հենց այդ թվում ձեր որպես ոլորտի ներկայացուցիչ, եթե ինձ թույլ տամ այսպես ասեմ, ներգրավվածությունը որպեսզի ճիշտ հասցեագրվեն։ Եթե փորձենք առանձին, հա, մի կողմ դնենք ռազմավարությունը, հասկանանք կառավարությունը ինչպիսի գործիքակազմ ունի, կնկատենք, որ հիմնականում արտադրության կամ եթե օրինակ արտադրությունը վերցնենք, հա, հիմնականում բոլոր առանձին process-ների մեջ օժանդակություն ունենք։
Հումքի ներմուծման մաքսատուրք, սարքավորման ներմուծման մաքսատուրք, սարքավորումների վարկի լիզինգի սուբսիդավորում, եթե որոշակի սերտիֆիկացման մեխանիզմ կա, որպեսզի կարողանան արտահանեն արտահանման աջակցություն, ամեն ինչ, ու իմ գնահատմամբ ամենայն դեպս կարող եք իհարկե չհամաձայնվել, բայց մի հատ մի բաց ունենք, որի վերաբերյալ հիմա մտածում ենք, սկսնակի մասը։ Սկսնակի մասով ինչն ենք ավելի շատ կարևորում ու ինչ հետաքրքիր տեղեկատվությունը նաև մեզ գալիս հասնում։ Դե բնականաբար մի կողմից հանդիպում ենք ՓՄԶ ներկայացնողների հետ, օրինակ եթե վերցնեմ արտադրողականության խթանման ծրագիրը, որի շրջանակներում մենք վարկերի եւ լիզինգի տոկոսի սուբսիդավորում ենք իրականացնում։ Հանդիպում եմ նաև բանկային համակարգի եւ ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ։ Գիտեք ինչ հետաքրքիր այսպես ասած մեսիջ են մեզ ուղարկում։ Շատ դեպքերում մեզ ասում են, որ մենք տեսնում ենք, որ այդ ՓՄԶ-ն պատրաստ չի այդ վարկը գեներացնելուն եւ օգտագործելուն եւ ճիշտ օգտագործելուն։ Բայց երբեմն դե բնականաբար երբ որ հաստատվում է այդ վարկը, իրենք էլ են ասում, որ մենք էլ ենք հասկանում, որ ոնց որ թե ճիշտ ուղղությամբ չի գնում, այս ՓՄԶ-ը։ Բայց միևնույն տալիս են այդ վարկը։ Հիմա ես չեմ կարող ասել միևնույնն է տալիս են թե չեն տալիս, բայց այստեղ իմ համար ավելի կարևոր տեղեկատվություն է հայտ գալիս, որ ՓՄԶ-ն որքանով է ունակ եւ կարող ֆինանսական ստացված ռեսուրսը որևէ ձևաչափով ճիշտ օգտագործելու, արդյունավետ օգտագործելու, ինչու է ասա ինձ հետաքրքիր, որովհետեւ ես այդ գործիքի մեջ ֆինանսավորում ունեմ նախատեսած։ Հիմա կգանք դրան, Տիկին Սիրական։ Հիմա ես լուր լսեցի, որպեսզի այդպես ձեզ չընդհատեմ ու փորձեմ հիմա նաև մեր փաստարկները, ընդ որում ես հենց այնպես չնշեցի, որ հենց ՏՀԶԿ-ն էր անդրադարձել դրան 2024 թվականի ռազմավարությանը, բայց շատ չեմ ուզում ֆոկուս լինել դրա վրա, ինչու, որովհետև ունենք այն ինչ որ ունենք, հա, իմ համար շատ կարևոր է կենտրոնանալ դրա վրա նախորդի վրա ու այս նորի մասին խոսել այնպես, որ նախկինում արված սխալներից դաս քաղած մտնենք սրա մեջ, հա, չկրկնենք նույն սխալները։ Հիմա դրա համար չեմ ուզում հիմա հակադարձեմ, որ դուք ասում եք կատարվել է, ես ասում եմ չի կատարվել, OECD-ն ասում է չի կատարվել, բայց չեմ մտնում այդտեղ։ Օրինակ, բայց այդտեղի պրոբլեմատիկ խնդիրներից ամենաառաջնայինը դա էր, որ կատարող գրված փաստաթղթի կառավարության ընդունված գրված փաստաթղթի կատարող մարմինը չկար, այսինքն փոքր միջին բիզնեսի Հայաստանի զարգացման ազգային կենտրոնը փակվել էր եւ դրա փոխարեն Հայաստանում այսօր չունենք փոքր միջին բիզնեսի զարգացման այլ պատասխանատու պետական մարմին, որը կզբաղվեր փոքր միջին բիզնեսի այդ ձեր ասած իրազեկվածության մակարդակի բարձրացման, սկսնակներին աջակցության, ձեռքից բռնելու, չէ, այդ քայլեր անելու ԵՄ-ի դիրեկտիվաները, SME եւ այլն։ Դրա համար չկար։ Հիմա հարց, այս նոր ռազմավարությունով ով է լինելու կատարողը, եթե նորից լինելու է, այսինքն չի ֆիքսվելու ով է լինելու կատարողը, հələ էլի չեմ մտնում այս նոր գրված ռազմավարությունը լավն է, վատն է եւ այլն, եւ երկրորդ ամենակարևոր հարցը արդյոք պետությունը պատրաստ է ֆինանսավորել այս ռազմավարությունը, որովհետեւ մենք տեսնում ենք մի կողմից կներեք էլի մի գերատեսչություն, այսինքն էկոնոմիկայի նախարարությունը բերել է ռազմավարությունը քննարկում, ինչքան հիշում եմ 40 միլիարդ չէ, նախնական բյուջեով, 4 տարվա համար, հա, բայց այն կողմից արդեն ֆինանսների նախարարությունը առնվազն գոնե 26 թվականի բյուջեն հաստատել է ազգային ժողովով, հա, ու սա այս ռազմավարությունը ուժի մեջ է մտնելու 26 ու 4 տարվա համար։ Այսինքն եթե մենք գումար չենք նախատեսում եւ ամենակարևորը իրականացնող մարմինը հստակ չի, այնտեղ գրված է ներդրումների աջակցման կենտրոն, բայց նույն խնդիրն ենք ունենալու ինչ նախորդի։ Եթե նախորդ միտքը շարունակեմ, շատ կարևոր բան հիմա պիտի ասեմ, դա կրթության մակարդակի եւ կարողության զարգացումն է փոքր եւ միջին ձեռնարկություններում, ու սա ձեր նախորդ հարցի պատասխաններ առայն, թե ինչ կներեք այդ բոլոր երկրներում է միշտ ՓՄԶ-ն միշտ կարիք ունի այդ կրթվելու, իրազեկվելու եւ այլն, էլի, այդ համաձայն։ Բայց գործիքներն էլ պետք է ճիշտ ու հասցեագրված տեղավորվեն, ու այստեղ այո, հարցը կա, թե ով է իմպլեմենտացնելու նախագծման փուլում գտնվող ռազմավարությունը։ Քննարկումները
բաց են մեր համար, մենք էլ ենք հիմա մտածում դրա մասին, որովհետև երբ որ խոսում ենք ՓՄԶ ռազմավարության մասին, դա փոխկապակցված թուղթ է, ինքը առանձին որպես ինքնուրույն գոյություն ունեցող եւ միայնակ ապրող, այսպես ասած, թուղթ չի, ինքը բնականաբար կապեր ունի նաեւ այլ թղթերի հետ, օրինակ այս դեպքում արտահանման ռազմավարության հետ, եւ բնականաբար այդ բոլոր ռազմավարությունների իմպլեմենտացումը պետք է ճիշտ ու մտածված որևէ մարմնի վրա տեղադրվի, եթե ասենց ինձ թույլ տամ ասեմ, որպեսզի չստացվի, որ հիմա ՓՄԶ-ի մասով լավ կենտրոնանանք օրինակ ներդրումների աջակցման կենտրոնի վրա կամ որևէ այլ կառույցի վրա եւ մնացածը թողնենք այնպես ոնց որ կա, այդ դեպքում ապա կարանք համարենք, որ ճիշտ բան արեցինք։ Իմ կարծիքով այս քննարկումների շարքն էլ է նաեւ նրա մասին, որ մենք էլ ճիշտ հասկանանք դա ոնց պետք է կազմակերպվի։ Հա ունենք ֆիքսված այս պահին դեռ նախագծի մեջ նորից, որ ներդրումների աջակցման կենտրոնն է, բայց մենք շարունակում ենք այդ քննարկումները ու մեր վերջին քննարկումը, ինչպես նշեցիք, փոխվարչապետի գլխավորությամբ ՓՄԶ խորհրդում էլի այս հարցը բարձրացավ ու էլի շարունակում ենք մտածել ու իհարկե հիմա ակտիվ քննարկումներ ունենք նաև միջազգային գործընկերների հետ, այդ նշած OECD եւ ոչ միայն որպեսզի ճիշտ ուղղությամբ շարունակենք գնալ, էլի չառանձնացնելով որևէ փաստաթուղթ իր նման կամ իրեն իմպլեմենտացնող կամ այնպիսի մի փաստաթղթի, որին ինքն է իմպլեմենտել։ Ավելի ճիշտ ինտեգրացիաների մասին է խոսքը։ Ես ինքս որպեսզի մեր ռադիոլսողների համար էլ բարձ լինի, տենց չի ստացվում էլի, որ տիկին Սիրեկանյանի խոսքում ասած ես որպես ՓՄԶ ասոցիացիայի ներկայացուցիչ այդ հնարավոր բոլոր հարթակներում լինում են ու մեր ասոցիացիայից այո շնորհակալ եմ որ հիշատակեցիք այդ բարձրացրել ենք նաև այս հարցը հենց այդ քննարկմանը ես բարձրապես ուզում եի նաև որ դուք հրապարակային ներկայացնեք որ անձնական ձեր կարծիքն էլ է հետաքրքիր հրապարակային եթե կուզեք ներկայացնեք որ արդյոք համաձայն եք որ այնուամենայնիվ ինքը պետք է լինի առանձին մարմին որը կզբաղվի ՓՄԶ զարգացմամբ ու իմ երկրորդ հարցն եք ուզենամ անդրադառնալ ֆինանսավորումը ռազմավարության Այս պարագայում սկսեմ երկրորդ հարցից, ֆինանսավորման մասից, քանի որ մենք Բայց առաջին հարցից ձեր անձնական կարծիքը հետաքրքիր է։ Երկրորդի մասով, տեսեք, քանի որ դեռ չունենք հաստատված փաստաթուղթ, այդ դեպքում դժվար է որևէ կերպ որևէ ֆինանսավորում անգամ հայցել, հա, ֆինանսների նախարարությունից, որովհետև էլի ասացի, որ մենք իրան անընդհատ փոփոխությունների ենք ենթարկում ու եթե պայմանական գանք այնպիսի մի որոշման, որ որոշվում է, որ ոչ թե ՆԱԿ-ն է դա իմպլեմենտացնելու, այլ բոլորովին նոր մարմին կամ եղած այլ մարմինի մեջ որևէ գործառույթ ավելացվելու, սա էլի ենթադրելու է, որ այս ռազմավարության մեջ առնվազն գումարային տեսքով բան է փոխվելու։ Հետևաբար, եթե ասեմ իրավական հիմք, այդ իրավական հիմքը որպես այդպեսին հիմա մենք չունենք, որպեսզի հայտ ներկայացնենք բյուջետավորման, բայց դա չի նշանակում, որ տարվա ընթացքում որևէ կերպ, որևէ պահին, երբ որ ունենանք արդեն հաստատված փաստաթուղթը, չենք կարողանալու դիմենք այդ ֆինանսավորմանը ու Այդ է ուզում հարցնել, այսինքն կամ սա պետքա լիներ ավելի շուտ, չէ՞, միջև բյուջեի հաստատումը հաջորդ տարվա, որը չեղավ, ինչ-ինչ պատճառներով, որ դրա մեջ նաև այդ դարակում ֆինանսների նախարարությունը փոքր-միջին բիզնեսի զարգացման համար գումար հատկացներ, կամ արդեն ինչպես դուք նշեցիք, եթե մյուս տարի լինի ուղիղ հարց տամ, էլի քաղաքական համաձայնությունը կա, որ եթե լինի բյուջեն վերանայվի եւ ՓՄԶ-ին պատշաճ իր ռազմավարության համար գումար հատկացվի։ Անպայման ու այս պարագայում մենք մյուս գործիքներ ունենք, այն իմաստով, որ տարվա ընթացքում բնականաբար անգամ եթե լրացուցիչ ֆինանսավորում չնախատեսվի, հաշվի առնելով այն, որ վերաբաշխումներով, քանի որ ռազմավարության առաջին 2 տարիների համար նախատեսված գումարը, որը էլի ինստիտուցիոնալ մեխանիզմի ներդրման մասին պիտի լինի, կարծում ենք, որ կբավարարի ամեն դեպքում ավելի շատ պետք է կենտրոնանալ ճիշտ որոշման հասնելուն, որից հետո արդեն նոր այդ որոշումը հիմնական թիրախը ռազմավարության մեջ նշված է, որ պետք է այնպես անենք, որ մեր երկրի փոքր ու միջին բիզնեսի արտադրողականությունը ավելանա,
այդ սկսնակից հաջորդ փուլ անցումը լավանա, հա, հնայի մեջ շատանա իր մասնակցությունը ՓՄԶ-ի, չնայած այս վերջերս մեր գործընկեր Modex ընկերության բանը տեսա հրապարակումը ընդհանուր մեր հանդիպումից առաջ արդեն ամփոփել էին վիճվարության թվերը 34% արդեն ՓՄԶ-ն հնայում, որը 7-8 կետով բարձրացել է, չնայած ես այդ բանին մեթոդաբանությանը համաձայն չեմ, որովհետև գիտեք երևի այնտեղ այլ կերպ են հաշվում, այսինքն փոքր ու միջին բիզնեսի միայն բարձր աշխատողների քանակով է, իսկ մեր դասական օրենքով այնտեղ նաև շրջանառության չափ է, ու կան ոլորտներ, որոնք այդտեղ չեն մտնում։ Բայց այնուամենայնիվ էլի ինքը ոգևորող է, եթե այս տեմպը պահպանվի ու կարողանանք այդ իրականացնել։ Ուզում եմ վերադառնանք այդ, որ ասի քաղաքական որոշումը կա, որ եթե տարվա ընթացքում էլ ընդունվի, այսպես ասած հնարավոր լինի հավուր պատշաճի գումար հատկացվի, քաղաքական որոշումներ կայացնելու առնվազն 2 տնտեսական ոլորտի մասին եմ ասում, մենք առնվազն 2 հանդիպում ունեցանք այս անցնող տարում, մեկը դա ապրիլին Դիլիջանի բիզնես ֆորումներ, որ կառավարության ղեկավարի, փոխվարչապետերի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ լինում է, ու կարծես թե դա հնարավորությունն է, որ բիզնես միությունները ավելի ուղիղ ասեն խնդիրները եւ խմբագրվի։ Դիլիջանի հանդիպման ընթացքում էլի մեր նախաձեռնությամբ ես հիշում եմ ու առաջարկով, որ օրակարգ փոխվեց եւ առանձին պանելային քննարկում դրվեց հենց վարչապետի մասնակցությամբ եւ ամփոփում եղավ եմ, որ կգնանք շարունակենք հավաքագրել խնդիրները եւ աշնանակ ամփոփենք։ Ու փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակը այդ ընթացքում աշխատեց, նորից շարունակեց հավաքագրել։ Վերջինը նոյեմբերի 29-ին Ջերմուկում մեր մասով, բնականաբար մեր գործընկեր բիզնես միությունները ամեն մեկը ինչ որ թեմա վերցրել էին առավել կարևորը, մենք փորձեցինք 2 հիմնական խնդիր ներկայացնել, որին դուք եք ներկա, դա փոքր ու միջին բիզնեսին վերաբերվող օրենքները այսուհետ լինեն պարտադիր ազդեցության գնահատումով եւ նոր գան, այսինքն պարտադիր խոր ազդեցության գնահատում արվի նոր, եւ բնականաբար, ասում ես արդեն մի քանի տարի որ անդադ շեշտում ենք, բիզնես օմբուդսմենի, այսպես ասած, հա, ինստիտուտի ներդրումը, որ բիզնես շահերի պաշտպանությունը ինստիտուցիոնալ մակարդակի բերենք, որը կապավի նաեւ հետադարձ կապը կառավարության հետ, որը, ասենք, ինչ որ բան դեպքերում, գիտեք, տեսակ այդ Դիլիջանում շատ քննարկվեց այդ հարկայինը ու քնչական այդ բաների, վարչարությունների եւ այլն ամենաշատ քննարկվող թեմաներ Ջերմուկում, որը էլի շարունակվեց արդեն փոխվարչապետի մոտ։ Հիմա այդ եղավ այդ 2 հանդիպումը։ Մենք ասենք էլի խոսել ենք, որ ինչ որ շարունակականություն եւ այլն։ Հանրությանը ինչ ունեք ասելու այդ ֆորումներից հետո, այդ քաղաքական որոշումներից, որն է, որ մոտ ապագայում ավելի շուտ կյանքի կոչվի եւ բնականաբար փոքր բիզնեսին վերաբերվող։ Հենց վերջին հանդիպման արդյունքում էլի մեր նախագիծը շարունակեց մնալ նախագիծ, նույն հանդիպման արդյունքներով պայմանավորված, որովհետև այնտեղ էլ, հա, հարցը բարձրացավ։ Ի նկատի ռազմավարությունը։ Ի նկատի ունեմ ռազմավարությունում էլի առիթ եղավ որևէ բան փոխելու, որովհետև հենց այդտեղ այդ հարցը բարձրացավ, հա, ոնց պետք է ճիշտ հաղորդակցվի կառավարությունը տնտեսավարողների հետ, բայց այս պարագայում ավելի շատ ՓՄԶ-ի հետ։ Ու հենց այդ հաղորդակցման հետևանքը, ձեր ասած հանդիպումը ինչ հետևանք ունեցավ նաև այն հետևանքը, որ մենք շարունակեցինք մտածել, արդյոք ճիշտ ուղով են գնում հենց ձեր ասածներ իմպլեմենտացնող կառույցի մասով, հա։ Ու այդտեղ էլի արդեն նոր քննարկումների բան բացվեց, ու որին որ դուք եք ներկայացված քննարկումներին, թե այն իմաստով, որ դա անում ենք խորհրդում կամ ենթախորհրդում, այլ նաև առանձին, հա, ասենք կաբինետային քննարկումներին, հա, որպես առաջին եւ կարեւոր հետևանքը սա է ճիշտ հաղորդակցումը ՓՄԶ-ի հետ։ Երկխոսությունը իրական ու ավելի շատ գերփոքրի հետ։ Ու ոնց դուք միշտ ասում եք ավելի շատ գերփոքրի հետ, բայց որովհետեւ ասում եմ մեր ասոցիացիայի ընդգծված մեծամասնությունը հենց գերփոքրերն են, ու ճիշտ եք ասում, շնորհակալ եմ որ նկատել եք, մենք անդադար ենք բարձրացնում, որ իրանք ամենակիչ
լսվածներն են։ Բացի լսվելուց շատ կարևոր է լսված լինելու հանգամանքը, բայց տնտեսության տեսանկյունից մենք պետք է նաև հասկանանք ինչպիսի ազդեցության շրջանակի վրա ենք փորձում քաղաքականությունը ավելի շատ ուշադրության տակ պահել, հա, եթե այսպես ինձ թույլ տամ ասեմ, որովհետև բնականաբար բոլորի մոտ բոլորը չեն արդյունք ստեղծող ՊՄԶ-ի մեջ, բոլորը չեն լրացուցիչ հավելյալ արդյունք ստեղծող, հավելյալ արժեք ստեղծող կամ արտահանման պոտենցիալ ունեցող։ Իհարկե, ես հենց սկզբից չէի ուզում, որ մենք սրա մեջ գնայինք, բայց դուք ՀՆԱ-ի մասնաբաժնի մեջ իր ազդեցությունը երբ որ ներկայացրեցիք, շատ կարևոր է հասկանանք ինչ ուղղվածությամբ ա եղել, առևտուր ա եղել, ծառայություն ա եղել, թե արդյունաբերություն ա եղել, որովհետև եթե կտրտենք այդ մասերի, միշտ չեմ սիրում աբստրահված դատողություններ անելը, որովհետև երբ որ մենակ մի թվի մասին սկսենք խոսել, պատկերը կլինի մի բան, բայց բնականաբար պետք է կողքը մյուս համապատասխան թվերներ դնենք։ Ամեն դեպքում, եթե վերադառնանք ջերմուկին, դուք էլ այնտեղ առաջարկություն ներկայացրեցիք։ Երկուսը հա հիմնականն էր մեր։ Ու հենց դա դարավ մեր հաջորդ օրվանից տնային աշխատանքը, հա, այսպես ասած, ու առաջին գործով այդ առիթով խոսեցի միջազգային կառույցների հետ, որովհետև այդ նախապատմությունը մենք էլ գիտենք ու չենք ուզում անենք այնպիսի մի բան, որը կլինի կամ հինը հետ բերել, առնվազն ոչ նոր ձևով, եւ կլինի անարդյունավետ։ Ու սա բարդ բանի մասին ենք խոսում, որովհետև իրականում երբ որ քաղաքականություն ենք ուզում մշակենք 1 կամ 2 կամ 10 կամ 100 տնտեսավարողի համար դա մի պատմություն է, բայց երբ որ խոսում ենք ՓՄԶ-ի հազարների մասին, բնականաբար զգուշությունը ավելի կարևոր է։ Ու մի հանգամանք եմ ուզում շատ շեշտեմ, երբ որ անդադ խոսում ենք գերփոքրի մասը եւ գերփոքրի լսվածության մասին, մեր վերաբերմունքն էլ ճիշտ պիտի լինի, այսինքն պետք է հասկանանք, որ մենք գործ ունենք անկախ իր չափից տնտեսավարողի հետ, ոչ թե հիմա վատ բառ կասեմ, բայց նպաստառու չենք նայում, չէ, իրանց մենք իրանց նայում ենք ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող, այսինքն մի մակարդակ ավելի հասուն, քան եթե մարդը կգնար օրինակ որևէ տեղ որպես վարձու աշխատող կաշխատեր կամ գուցե եւ ավելի շատ գումար վաստակեր, հա, այս պարագայում։ Ամեն դեպքում ունենք այդ տնային աշխատանքը եւ ինչպես նշեցիք փոխվարչապետի գրասենյակն է համակարգում, բարբերաբար դուք եք տեղյակ, այդ հանձնարարականներն ենք ստանում, քննարկումներ ենք անում, բավականին վերջերս ինձ մոտել էր հենց այս թեմայով քննարկում, ու մենք միասին կողմ ու դեմեր էինք մտածում, թե որ դեպքում որպես գործիք, որպեսզի հասկանանք, որ տարբերակը ավելի ճիշտ կլինի։ Կշարունակենք այս ֆորմատով քննարկումները բոլորի հետ, կարծում եմ փորձենք նաև հունվարին եւս մեկ անգամ հանդիպում ունենանք, ամեն դեպքում նախորդ ՓՄԶ խորհրդից հետո էլ եկավ այդ տեսնենք դա ռազմավարության մեջ, այսպես ասած, տեղ կգտնի այդ բաները, թե չէ, բնականաբար հասկանում եմ, որ կարևոր է, որ նաև այդ քաղաքական կամքը ու որոշումը բռնել ու տանել առաջ։ Ձեր խոսքում ասացիք, նայած ինչ քաղաքականություն են անում հենց գերփոքրի համար, օրինակ այդտեղ մշտական բախում կա ֆինանսների նախարարության մոտեցումն ու էկոնոմիկայի նախարարության, չնայած այս վերջերս անկեղծ որ ասեմ, տենց այդ բախումը չեմ տեսնում, որովհետև խոսելու եմ հարկային քաղաքականության մասով, օրինակ նույն Ֆիննախը այդ գերփոքրին, որ ասում ենք, ասում եք դուք դեր խոսքում, որ իրանք մեծամասնություն են, բայց պետք է նայենք ինչ է։ Հիմա էկոնոմիկան եթե նայի, որ այդ գերփոքրի կարևորությունը նաև ինքնազբաղվածությունն է, ներառական տնտեսական աճն է, հա, ասենք այդ կոնտեքստում, ապա կկանգնի ու ասում մեր հետ այդ գերփոքրին կփորձի օգնել։ Ֆիննախը որ նայում է, ասում է լավ, այդ ովքեր են այդքան, ասենք 50,000 գերփոքր բիզնեսով վճարում են ընդհանրապես հարկային եկամուտների երկրի, չգիտեմ, 5-ից 7%-ը, այսինքն Ֆիննախը հիմնականում ասում է դուք այդպես ձեզանից բան չեք ներկայացնում, էլի։ Բայց բնական է, ես իմ խոսքում եմ անդադ ասում, որ հարկայինը չի լուծում փոքր բիզնեսի բոլոր խնդիրները, որտեղ նույն ՏՀԶԿ-ի եւ ընդհանրապես մեր հարցումները ցույց են տալիս, որ ամենաառաջնային խնդիրներից գերփոքրը, որ ասում են, դա ֆինանսների հասանելիությունն է, հետո նոր գալիս է վարչարություն, հարկային, այդ երկխոսություն եւ այլն։ Բայց հարկային ամենանյարդային բանն է,
խնդիրն է, էլի, որ կհիշեք այս անցնող տարում եւ բաներ եղան, բողոքի ակցիաներ եղան եւ այլն, բայց հետո թվերը մենք ուզեցինք 25 թվի արդեն հուլիսի ամփոփով ակնհայտ երևաց, որ այդ արդյունավետ դրույթը չափը շրջանառության հարկի բարձրացել է, հուլիսի 1-ից հաշվապաներն ու իրավաբանները անցան ավելացված արժեքի հարկի դաշտ, որի էլի դրա պատճառով իրենց ծառայությունները թանկացավ, որից էլի հիմնականում օգտվում էին ՓՄԾ-ները եւ այլն, այսինքն հիմա այս մասով այնուամենայնիվ էկամկայի նախարարությունը 26 թվականին ուզում է ինչ-որ բան անի, թե չէ, հետ բերի շրջանառության հարկի գաղափարախոսությունը, որտեղ այդտեղ հիմնական մոդելը իր բարձրացված ու կանխատեսելի հարկներ, թե ասենք հաշվի առնենք, որ ֆինանսների նախարարությունն էլ ասում է ամբողջ հարկային օրենսգիրքը փոխելու եմ, այլընտրանքային հարկման ռեժիմներից օգտվելու են շատ փոքր խումբ տնտեսվարողներ։ Նախ համաձայն չեմ բախում լինել, հետո բախում չլինելու մեկնաբանության հետ, որովհետև բոլոր պետական կառույցների ճիշտ աշխատելու ձևաչափը համագործակցությունն է առանց բախումների եւ մնացած։ Ստականները կընդհատեմ ձեզ, հասկանում եմ դուք տենց կոլեգալ բանն եք պահում, բայց ես էլի մեր եթե նշ չլինի էլի որ ձեր հետևից եմ խոսում ու չեմ ասում, ի նկատի էկոնոմիկայի, մենք այդ որ խոսում ենք, բերել եմ օրինակները, երբ որ 24 թվականի ընդունված նախագծին էկոնոմիկայի նախարարությունը գրել էր դեմ չեմ, ի նկատի հենց այդ շրջանառության հարկին եւ այն մասը, որ կարող է կուլիսներում լինում այդ բախումը չգիտեմ, բայց ես փաստացի ամփոփաթերթից վերցրած ինձ հետաքրքիր է որպես ՓՄԶ-ի գործընկեր զարգացման պատասխանատու գերատեսչության մոտեցումը։ Վերադառնամ իմ ասած նախորդ մտքին։ Այն մտքին, որ մենք պետք է հասկանանք ոնց ենք մենք ուզում վերաբերվենք տնտեսավարողներին, անկախ դրա համար եկա ես դրան, այսինքն դուք եթե ֆիննախական վերաբերվեք, մեր վիճակը վատ է։ Ֆիննախը նայում է զուտ ինչքան հարկա վճարում։ Ինքը չի նայում ինչքան աշխատատեղը ապահովում փոքր ու միջին բիզնես, ինչքան տարածքային զարգացվածություն, ինչքան ներառական տնտեսական աճին, ներառականության ապահովում, այդի նկատի ունեմ։ Հիմա դրան եմ գալիս, որովհետև եթե մենք իրենց վերաբերվենք զուտ որպես մեր տեսանկյունից, ինչպես դուք եք ասում, հարկ վճարող, ապա դա չենք էլ կարող այդպես համագործակցություն ունենալ ու ընդհանրապես կփակենք այդ համագործակցության դուռը ու ես էլ ձեզ հետ չեմ շփվի եւ մնացած բոլորի հետ չեմ շփվի։ Եթե իսկապես մեր վերաբերմունքը լինի այնպեսին, ինչպեսին հիմա որ դուք եք ներկայացնում, ոչ, չկա դա։ Ավելի շատ մենք մտածում ենք, որպեսզի հասկանանք, որոնք են այն ճիշտ քայլերը եւ հասցեական ովքեր են այն ՓՄԶ-ները, որոնց պետք է մենք ճիշտ մոտենանք։ Մենք այսօր խոսեցինք շատ կարողությունների զարգացման մասին, հա, եւ նաեւ տնտեսության որոշ ինչ-որ թվերի անդրադարձանք, հա, պիտի փորձենք հասկանանք ՓՄԶ-ի ոլորտայինների մեջ, որ մասին ենք առանձնացնում, որ մասից ինչու ենք դա անում եւ ինչպես ենք դա անում։ Եթե հիմա մենք պիտի խոսենք հարկերի մասին, ապա մեր մոտեցումը նա է, որ հարկեր պետք է վճարեն բոլորը։ Եվ էլի վերաբերմունքի հարցն է, որ էլի եմ ասում, եթե մենք վերաբերում ենք իրենց որպես մի մակարդակ ավելի հասուն, մի մակարդակ ավելի շատ ունակություն ունեցող որոշակի վերլուծություններ իրականացնելու, հա, որովհետև մարդը նախընտրել է զբաղվի ձեռներեցությամբ եւ ոչ վարձու աշխատող լինել, ապա այդ գիտակցությունը հենց այդ պահից պիտի իր մեջ լինի, որ ցանկացած պարագայում հարկային քաղաքականությունը ամենակարևորը պիտի լինի նույնանման։ Եթե դուք հիմա ինձ ասեիք, որ մի ՓՄԶ-ի հանդեպ վերաբերմունք ավելի լավն է կամ ավելի վատն է, դա իմ համար կլիներ լավ ազդակ, բայց եթե կա համահարթ վերաբերմունք բոլորի նկատմամբ նույնանման, ապա դա քաղաքականության հարց է։ Քաղաքականության մեջ ես հիմա չեմ անդրադառնալու քաղաքականությանը, որովհետև ինչպես դուք էլ նշեցիք, հարկային քաղաքականության պատասխանատու ֆինանսների նախարարությունն է։ Այլ հարց է, թե մենք ներքին կամ արտաքին ինչ քննարկումներ ենք ունենում։ Ամեն դեպքում պլաններ չկա բան անել առաջարկել, որպեսզի փոխվի։ Տեսեք, Տիկին Սերգանյան, դուք ասում եք համաձայն եմ ձեր հետ, որ պետք է նայել օրինակ էկոնոմիկայի նախարարության համար, եկեք ոչ տենց որպեսզի ՓՄԶ-ներին վատ անուններ չկպցնենք, ասենք դուք վատն եք կամ առաջնահերթ եք եւ այլն, այլ ավելի նկատի ունեմ ավելի առաջնահերթություն, բնական է ենթադրում եմ, որ ձեր համար կարևոր է այն վատ պատկերը ուղղել, որ ՓՄԶ-ի մեջ մեծամասնությունը առևտրի ոլորտում են զբաղված, չէ՞, փոքրամասնությունն են բանը արտադրության ոլորտում, այսինքն առևտուր, ծառայություն, ամենավերջի տեղում արտադրությունը, որը երկրի զարգացման համար ինձ թվում է տենց տրիվիալ է, ձեր համար էլ է տրիվիալ, որ այնպես անենք, որ այդ արտադրողները շատանան, ավելի արտադրողական լինեն եւ այլն, հա։
Հիմա այդ նույնն էլի, չեմ գիտեմ, չեք սիրում այդ թեման, բայց պետք է այնուամենայնիվ այդ քննարկումը տեղի ունենա, էլի։ Հիմա նույն շրջանառության հարկի, երբ որ խոսում ենք այդ փոփոխությունների ժամանակ ու կառավարության հիշում եք աջակցության ծրագիր եղավ, որ 6 ամսվա ընթացքում, չէ, այդ դրույքի բարձր վճարելու հետ վերջ, չնայած այստեղ պետք փոխնախագահները այստեղ թվերը հնչեցրեց հենց մեր եթերում, շատ վատ պատկեր էր, էլի, մոտ 200 տնտեսվարող էր ընդամենը դիմել, երբ որ մենք խոսում ենք մի քանի տասնյակ, կարծեմ 30,000-ի մոտ, թե ավել գերփոքր բիզնեսի, ում վերաբերում էր դա էլ էր հետաքրքիր, թե ինչու չեն դիմել։ Բայց օրինակ նույն այդ ծրագրի մեջ տեղ չգտան արտադրողները, որոնք հանգիստ իրենց համար միջև նախորդ տարվա վերջ աշխատում էին ուրիշ ռեժիմով, ձեռք էին բերել հումքեր ու նյութեր, 25 թվականի հունվարից այդ նախորդ նույնիսկ օրինական հակշի ֆակտուրաներով ձեռք բերված իրանց հումքերի նյութերի ծախսը չթողեցին նվազեցվի։ Ընդ որում հիմա ասում ենք լավ, հարկային քաղաքականությունը էկոնոմիկայինն է, ֆիննախինը, չնայած դրան էլ համաձայն չեմ, էկոնոմիկայինն էլ է, բայց ամեն դեպքում, ասենք հիմա այդ տենց գործողություններ, գոնե ձեր ասած թիրախումբ, եթե դա նկատի ունեիք էլի թիրախումբ, արտադրողներին արվելու է ինչ-որ այլ մոտեցումներ հարկային կամ վերականգնվելու է իրանց նախկին ավելի պարզ ռեժիմը։ Ուրիշ մի բան պատմեմ, որը եղավ այս տարվա սկզբներում, երբ որ այդ հարկային փոփոխությունների ֆոնի վրա ինչ-որ բողոքի ալիք կար ու այդ ալիքը եկավ էկոնոմիկայի նախարարություն, ես հիշում եմ, որ մենք հանդիպում ունեցանք մի խումբ տեսավարողների հետ ու ինչ ասեցի, ես ասեցի իրենց, որ մեր աջակցության, մեր համագործակցության գործիքը օրինակ տարեկան ծրագիրն է եւ մենք օրինակ նախարարությունը, որը որ հենց ուղիղ ազդեցության լծակ ունենք, այդտեղ ասեցինք, որ եւ միջալոց ընթացակարգերի համաձայն մենք դա հրապարակելու մինչեւ հաստատումը հրապարակելու պարտավորություն չունենք ու ինչ խնդրեցինք, մենք ասեցինք, որ կգնանք դրան, մենք դա կհրապարակենք ու դուք փորձեք հասկանաք այդտեղ մեզ ինչ կկարողանաք առաջարկեք, որը որ մենք պայմանական չենք տեսել, որի կարիքը կա ու չենք նախատեսել ծրագրի մեջ։ Ու գիտեք մեզ քանի առաջարկ եկավ? 0։ Հետևաբար պետքա ճիշտ համագործակցենք, իսկ ինչ վերաբերվում է հարկային քաղաքականության հետ կապված, բնականաբար քննարկումները արվում են ու այդ քննարկումների մեջ իհարկե կամկայի նախարարությունը մասնակցություն ունի։ Շատ լավ։ Հիմա չեմ ուզենա որոշ փակագծեր բացել, բայց շատ դեպքերում պահմեք բանը, շատ դեպքերում փորձում ենք գոնե այնպիսի, ՓՄԶ-ին դա այդքան չի վերաբերվում, բայց ամեն դեպքում փորձում ենք տնտեսական ասպեկտը կարևորելով ինչ որ դեպքերում զսպող մեխանիզմներ ունենանք։ Շատ լավ։ Մեր հաղորդման ձևաչափով մենք նաև խոսում ենք հնարավոր, այսպես ասած, այդ ինտեգրացիայի դեպի ավելի շատ էլի դիվերսիֆիկացիայի մասին արտահանման ուղղված են, որտեղ կներեք պետք է ասենք, որ երևի դուք էլ եք համաձայն, որ մեր փոքր ու միջին բիզնեսը այսօր այդտենց մեծ ներուժ չունի արտահանելու ուտեղ էլ եթե հիմա խոսենք մեղադրական տոնով, նկատնում մենք էլ ձեր այդ կանկետքում ասենք դե գնացեք, կրթվեք, սովորեք, դուք եք մեղավոր եւ այլն, դա ասում են ամենահեշտ ձևն է։ Եթե փորձենք հասկանանք ինչն է, բնական է այդ պատճառ հետևանքը մի օրում չի։ Մի քանի տարիների ընթացքում այդ նույն առևտրի շատանալը բնական է այդ կարգավորումներից է նաև, չէ, որտեղ առևտուրը ավելի արագ է փոխ բերում, չգիտեմ, բան անում եւ այլն։ Մենք մի քանի օր առաջ այստեղ օրինակ քննարկման առարկա էր նախկին ֆինանսների նախարարի հետ, հենց համաշխարհային բանկի հրապարակած զեկույցը այդ մրցակցային բանում դաշտում ինչա կատարվում, չնայած այդ հաղորդումից հետո մրցակցային հանձնաժողովը այտենց հրապարակային հայտարարել էր, որ կետեր կա, որ համաշխարհային բանկի հետ համաձայն չի այդ զեկույցի եւ այլն, բայց մի բան կար, որտեղ ասենք գոնե պետք է ընդունենք, որ օրինակ նույն այդ առևտրի ոլորտում Արցախ մենք ունենք գերկենտրոնացում եւ ստացվում է ցանկացած գոնե այն ոլորտը, որը որ պետք է սկզբից մեր Արցախ շուկայում հայտնվի, հետո գնա դուրս, ինքը շատ կախյալ է դրանից, այսինքն ես համաձայն եմ, որ դուք կասեք, որ ձեր խոսքում էլ ասեք, որ սերտիֆիկացման աջակցության ծրագիր եք անում հիմա այդ հոսքագծերի արդիականացման ծրագիր եւ այլն, բայց ի վերջո կա այն, որ ասում է սպառումը, ոնց պետք է ինքը հայտնվի, ոնց պետք է արվի ու գնա։
ու նաև այս կոնտեքստում բնական է մակասեք ռազմավարությունում բաներ կան, որոնք կան, արվելու են, եթե ընդունվի, բայց ինչ առաջնային բան էլի, որ ավելի, ոնց ասեմ, ավելի արագ, որ 26 թվին իր վրա զգա այդ փոքր արտադրողը էլի։ Չկրկնեմ այն ինչ որ ասեցի, արդեն դուք էլ ասեցիք, բայց պիտի մի բանի հետ հաշտ լինենք, որ ազատության մեխանիզմները, ինչ որ որևէ գործիք, որը որ ներդրվում է, դժվար կլինի ասել, որ պայմանական 26 թվականը հեսակ մի քանի օրից արդեն գալիս է, հա, կամ մի ամսում կամ երկու ամսում էական կդրսևորվի, հա, ամեն ինչի համար ժամանակ է պետք, հատկապես եթե այդ ամեն ինչի մեջ մենք ավելացնում ենք նաև տեխնոլոգիայի փոփոխությունը, գիտելիքի փոփոխությունը, կարողությունների զարգացումը, սրանք այն դեպքերն են, երբ ազատությունը անգամ կարող է տարիներ հետո տեսնենք, հա, միանգամից չենք կարող տեսնել։ Ամեն դեպքում ռազմավարության մեջ, ինչպես դուք էլ նշեցիք, ունեք որոշակի գործիքակազմ տեղադրած, անպայման քննարկելու ենք ցանկացած գործիքը կիրառելուց դնելու ենք դա քննարկման ու փորձելու ենք անենք այնպես, որ հնարավորինս հարմար լինի տնտեսավարողի համար։ Իսկ առևտրի մասով այստեղ նաև մշակույթի հարց էլ կա, էլի, մարդը ազատ է որոշելու ինչով է ուզում ինքը զբաղվի, մի դեպքում մարդու համար ստեղծագործ աշխատանքն ավելի հետաքրքիր անկախ այն հանգամանքից, որ ավելի քիչ եկամուտ է ինքը գեներացնում, մյուս դեպքում կա հետաքրքիր չի ինչով է զբաղվում, կարևորը որ ավելի շատ գումար վաստակի, սա էլ առանձնահատկություն ու հատկապես ՓՄԶ-ի մեջ շատ լավ երևացող։ Գիտես իրականին համաձայն եմ, բայց օրինակ պետությունը, որ ասում անտեսանալի ձեռքով քաղաքականություն իրականացնողն է, որ ինքը հենց տնտեսվարողը տեսնում է, որ այստեղ ավելի հեշտ է մտնել եւ հակառակ ասեք, թե պետությունը այնպեսի քաղաքականություն անում, որ օրինակ նույն առևտրով զբաղվողին ուղղորդի կամ ստիպի կամ խրախուսի կամ գայթակղիչ դարձնի, որ այն առևտրով զբաղվողների մեծ մասը այն կարևոր բանը անում են, ծախելը, չէ՞, կարողանում են վաճառ։ Հիմա այնպես անի, որ ինքը գա դառնա արտադրող, ավելի հեշտ է, չէ՞, քան այն նոր կներեք չեմ ուզում ինչ-որ մեկին վիրավորել, տեսնում ես եւ դոնորային համայնքը եւ բանը բոլոր տենց կին ձեռներեցության բան սենց ինչ-որ եկեք օգնենք, որ արվի այս բանը կան, ասենք, էլի կին ձեռներեցություն, էլի ասենք բան, բայց այդ ինչպիսի քաղաքականություններով ուղղորդենք, որ ավելի շատ արտադրողներ լինեն, էլի։ Ես դրա համար եմ ասում, առևտուրը հիմա որ նայում ես մեր երկրում, ինքը ամենահեշտ, արագ, կանխատեսելի բանն է, փող բերող, կարճ ցիկլով, չէ՞, ասում այսքանով առնեմ, նոր տարիա դիմացը, այսքանով կբերեմ, այսքան կծախեմ, այսքան կթափեմ եւ այլն, այսքան բան։ Արտադրությունը շատ ավելի բարդ է։ Մեր երկրում, աշխարհում, մեր երկրում առավել եւս, այսինքն տենց աջակցության ծրագրերն էլ այդքան ոնց ասեմ, այդ ձեր խոսքում են ասիկ հասցեական չեն, որ առևտրականներից սկսեն մի քիչ պակասել գնան արտադրողներ։ Համաձայն չեմ, հենց ասածս նրա մասին էր, որ աջակցության մեխանիզմները ավելի շատ արտադրության վերաբերելի են, հա, հումքի ներմուծում, արտադրողականության խթանում իմիջիայլոց արտադրողականության խթանման ծրագրի մեջ պորտֆելը հասել է 430 միլիարդի նո վերջին թարմացված։ Դուք այդ ոնց եք չափում բանը տրամադրված վարկերի վարկի ՓՄԶ-ն գերակշիռ մեծամասնությունն է այստեղ, շատ մեծ մասն է կազմում։ Հիմա եթե պետությունը աջակցում է հումքը բերելուն, արտադրությունը կազմակերպելուն եւ դա արտահանելուն։ Հումքի ներմուծումը հիշում եմ, որ նախորդ կառավարությունից կար, այն որ չէ, ազատում ենք մաքսատուրքից եւ այլն, այդ հիշում եմ, որ այդ մոդելը կար, դիմում էին հենց էկոնոմիկայի նախարարությանը, այսքան աշխատատեղ եւ այլն։ Արդիականացման ծրագիրը համաձայն եմ, որ ավելի լավացվել է, գործող բայց այդ դրա արդյունավետությունը բերել է նրան, որ մեր մոտ օրինակ 1%-ային կետով կամ 2%-ային կետով արտադրողները ավելի շատանան։ Տենց մոնիտորինգ անում եք։ Շատ լավ հարց եք հիմա բարձրացնում, իմիջիայլոց առիթներ ունեցել եմ փորձել համագործակցել միջազգայինների հետ գնահատելու համար ազդեցությունը։
Հենց այդ ծրագրի։ Հենց արդիականացման ծրագրի հիմա մենք դա անում ենք ներսում էկոնոմիկայի նախարարության եւ այստեղ կենտրոնական բանկի գործընկերների հետ համատեղ, որովհետեւ մեզ էլ է հետաքրքիր պորտֆելը ինչպես է բաշխված ոչ թե պարզապես ոլորտներում, հա, այն տնտեսագիտական դասակարգման, որ ծրագրով ներկայացված է, այլ ավելի նեղ, ենթավոլորտներով եւ ովքեր են դրանց հիմնական, այսպես ասած, շահառուները, ովքեր ոչ թե իրենց իրավաբանական անձի անվանմամբ, այլ իրենց կիրառությամբ ու փորձենք հասկանանք այս ծրագրի արդյունավետությունը, որովհետև ոլորտային առումով շատ բան չի փոխվել վերջին տարիների ընթացքում, բայց կարծում եմ, որ ինչ որ հագեցվածություն կա արդեն, պետք է մենք էլ հասկանանք ազդեցությունը, որպեսզի ճիշտ էլի այնպեսի ուղղություն վերցնենք, որ ավելի հասցեական կլինի։ Շատ լավ, մեր հաղորդումը մոտենում է ավարտին, ցավոք սրտի, բայց ասում եմ ձեզանից խոստում կորզելով ման տարին ավարտվի տարեկան թվերով խոսենք, այսինքն ՓՄՑ-ն ինչպեսին եղավ, եթե դեմ չեք, տարին ավարտվելուց հետո նայենք, բայց մի հատ էլ հարց ուզում եմ տալ, հաշվի առնելով, որ ձեր դուքի պաշտոնն է ոչ միայն ՓՄՑ զարգացմանն եք պատասխանատու, այլ ներդրումների ինչքան գիտեմ, ուտեղ էլ պատկերը, այսպես ասած, եթե համեմատության ես նայեցի, տենց Վրաստանի հետ համարյա 10 քանի անգամ ավելի քիչ է, օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին եմ խոսում։ Այդտեղ ինչ որ բան ունենք, որ ավելի կլավանա, թե առանձին թեմա է, բան չանենք։ Կարճ եթե կանրադառնանք։ Առանձին թեմա է, բայց եթե շատ կարճ, ապա օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին օրենքի վերանայման աշխատանքներ ենք իրականացնում, արդեն նախագիծ ունենք։ Դրան կարծում եմ արժանի թեմա է առանձին անդրադառնալու, բայց թվերի մասով էլ վերադառնամ այն նախորդ ասածից, որ եկեք որևէ թիվ առանձին կոնտեքստից կտրված չդիտարկենք, որովհետև դա ուղղակի սխալ բանի մասին կլինի, հա։ Համաձայն եմ, բայց եսի նկատում եմ, որ այդ ՕՈՒՆ-ի մասով իրականում անելիք կա, որովհետև վերջի տարիներին ինքը էականորեն նվազել է այդ իմաստով։ Հաղորդումը, քանի որ այսօր մեր մոտ բանն է, ամանորյա է, ես ուզում եմ այս առիթը հարթակը օգտագործեք եւ ինչ ունեք մաղթելու մեր փոքր ու միջին բիզնեսին, որովհետեւ մեր ասում հիմնական հասցեատերը փոքր ու միջին բիզնեսն է, եւ ինչ սպասելիքներ 26 թվականին։ Որպես էկոնոմիկայի նախարարություն, որպես ֆիզիկական անձ Լիլիա Սիրականյան ոնց կուզեք, համեցեք։ Նոր գալիք տարում ՓՄՁ-ին եւ ոչ միայն ՓՄԶ-ին, ընդհանրապես բոլոր տնտեսավարողներին պիտի մաղթենք գործերին հաջողություն, պիտի խնդրենք, որ ավելի շատ ուշադրություն դարձնեն կարողությունների զարգացմանը, պիտի խնդրենք, որ ավելի ուշադիր լինեն այն տեղեկատվությանը եւ գործողություններին, որոնք որ իրականանում են, որպեսզի կարողանան ավելի արագ արձագանքել եւ դրա արդյունքում դասական տնտեսագիտության մեջ ասած, հնարավոր վտանգը հնարավորություն դարձնելու հանգամանքից կարողանան օգտվել, իսկ այդտեղ գիտելիքը ամենակարևորն է։ Եվ որպես ֆիզիկական անձ Լիլիա Սիրականյան էլի բոլորին ցանկանում եմ մաղթել առողջություն, հաջողություններ եւ էլի չմոռանալ կրթվելու, սովորելու, զարգանալու մասին։ Եվ ֆիզիկական անձ որպես անհատները եւ նաեւ իրավաբանական անձիկ բոլորը այդ թվում ՓՄԶ-ն։ Այսքանն էր այսօրվա մեր հարկեր турքերը, լավ եղեք, ուժեղ եղեք ամենակարևորը, կհանդիպենք